Բարոյձեզ Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Avenue Consulting Group ընկերության բաժնետեր Հայկ Չոբանյանն է, ողջույն պարոն Չոբանյան։ Մենք այսօր խոսելու ենք արհեստական բանականության եւ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումների մասին, հատկապես որ ամերիկյան Nvidia-ի Firebird-ի հետ Հայաստանի Հանրապետությունը մեկնարկում է խոշոր ծրագիր արհեստական բանականության կենտրոնի ստեղծում, շատ ինֆորմացիան շատ է, ես կփորձեմ կարճացնել, այս նախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին հայտարարվեց օրերս փոխնախագահ Վենսի այցելության ժամանակ, նաև Հայաստանը ստացավ այդ լիցենզիա լրացուցիչ 41000 Nvidia GB300 GPU վաճառելու եւ մատակարարելու վերաբերյալ եւ այս կլաստերը Հայաստանը դասում է աշխարհի 5 խոշորագույն արհեստական բանականության GPU կլաստերներ ունեցող երկրների շարքին։ Դուք ընդհանրապես ինչպես է գնահատում 4 միլիարդ դոլար ասես ներդրման մասին է խոսքը։ Դուք բացատրեք ինչի մասին է եւ ինչ է սա մեզ համար նշանակում որպես պետություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ այս կարևորագույն նախագիծը համատեղ քննարկելու հնարավորության համար։ Անշուշտ անցած տարվանից գուցե մեր տեխնոլոգիական աշխարհում ամենաշատ խոսվող թեմաներից մեկն է կամ ամենաշատ խոսվող թեման է, բայց իր ռազմավարական պոտենցիալով ինքը հավակնում է դառնալ առաջին պրոյեկտներից, թիվ 1 պրոյեկտներից մեկը, որը մեծ խթանիչ եւ զարգացնող ազդեցություն ունի ոչ միայն իր բուն նիշայի մեջ, այլև դրանից դուրս եւ կփորձենք այսօր մի փոքր խոսել դրա մասին։ Այո, հասկանալ ինչի է։ Առաջինը, այո, սա Հայաստանի համար կարևորագույն դիրքավորում է։ Այս բանը գնահատվում է առաջին հնգյակ կլաստերներ առաջին հնգյակի մեջ, ինչ որ ժամանակ հետո այդ թվերը կարող են փոխվել, բայց սա բավականին հավակնոտ ծրագիր է ոչ միայն իր ֆինանսական ծավալով, ոչ միայն իր տեխնոլոգիական բարդությամբ, այլ ինչպես նշեցի, հատկապես իր հարակից էֆեկտներով։ Ուրեմն չեմ խոսի, կփորձեմ չխոսել նրա մասին, ինչի մասին շատ խոսվել է։ Ծրագիրը ներկայացնելու իր առանձնահատկությունների եւ այլն հետ կապված այս պահին արդեն նախնական ներկայացվել է, որ կենտրոնը պետք է լինի Հրազդանում, որը ենթադրում եմ երկու շատ մեծ հանգամանքներից է կախված։ Առաջինը կլիմայական պայմաններն են Հրազդանի, որը անհրաժեշտ է այսպիսի կենտրոնների համար, որտեղ դրանք մեծ քանակի ջերմություն են արտադրում եւ մեծագույն խնդիրներից մեկը հովացումն է։ Երկրորդը հավանաբար Հրազդան ջեկի արկայությունն է, որովհետեւ մի կողմից սա խոշոր էներգետիկ համակարգ է, մյուս կողմից վերջին տարիների ստատիստիկան ցույց է տալիս, որ ջեկը աշխատում է իր հնարավորությունների բավականին նվազ տոկոսով, որտեղ վերջին տարիներին հատկապես արևային էներգետիկայի զարգացման կոնտեքստում ջեկը ավելի շատ դարձել է աջակցող համակարգ եւ երևի թե իր մեծ հզորությամբ հատկապես աշխատում է գիշերները։ Կնեք իսկ այս կենտրոնը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ օգտագործելու։ Արկա տեխնիկական տվյալների այս կենտրոնի հնարավորությունները երկրորդ փուլի իրականացումից հետո պետք է հասնեն եւ անցնեն 100 մեգավատը։ Սա բավականին մեծ ծավալ է, որը նշանակում է տարեկան 800,000 մեգավատից ավել մեգավատ ժամից ավել էլեկտրաէներգիայի սպառում եւ Հրազդան ջեկի պարագայում ջեկի կարծեմ նոմինալ հզորությունը 5-րդ էներգաբլոկից հետո մոտավորապես 1.5 գիգավատ է, որի մոտավորապես 1/3-ն է ստաբիլ օգտագործում, երբ որ տարեկան ցուցանիշներով ենք նայում, եւ սա նշանակում է, որ այո, այնտեղ կա էներգետիկ խոշոր ենթակառուցվածք։ Ինչ եմ սկսում էներգիայից, որովհետեւ աշխարհում նմանատիպ կենտրոնների ստեղծումը համարվում է ոչ միայն տեխնոլոգիական պրոյեկտ, այլև էներգետիկ պրոյեկտ։ Եթե պարզ բացատրենք, եթե մենք այսօր համարվում ենք էներգիա արտահանող երկիր, իսկ մենք համարվում ենք այդպիսին եւ
Հայաստանի էներգետիկ համակարգի ռազմավարությունը տանում է նրան, որ մենք միանանք հարավային հյուսիսային, առնվազն հարավային հյուսիսային ուղղություններին, վերջերս խոսում են նաև Թուրքիա-Ադրբեջանի մասին իհարկե, որը նշանակում է, որ մենք ունենք ավելցուկ եւ պետք է այդ ավելցուկը կարողանանք վաճառենք, երբ որ մենք միջանկյալ դնում ենք այսպիսի համակարգեր, մենք էապես բարձրացնում ենք մեր արտադրած էներգիայի հավելյալ արժեքը։ Այսինքն այդ էներգիան մեզ տալիս է, չգիտեմ, ոչ թե 10 ցենտ օրինակ շահութաբերություն, եթե մենք ուղիղ վաճառենք էներգիան, այլ կարող է թողնել բազմապատիկ ավելի մեծ շահութաբերություն, որովհետև տվյալ դեպքում արդեն ապրանքը, որը վաճառում ես, ինքը ինֆորմացիան է։ Եթե լայն առումով ասենք, ինքը ինֆորմացիան է, որը շատ ավելի բարձր արժի, շատ ավելի մեծ հավելյալ արժեք ունի, քան թե բուն էներգիան։ Մեր նպատակն է էներգիան վերածել այլ արտադրանքի կամ այլ հումքի, որովհետև շատ գիտահետազոտական կազմակերպությունների համար կարող է նաև այս ծառայությունը հումք դառնալ, շատերի համար ենթակառուցվածք որպես առաջնային, ուրեմն առաջնային պայման, եւ Հայաստանի տնտեսությունը էապես պետք է շահի դրանից։ Կներեք, պարոն Չոբանյան, տեսեք, հարցը տամ դուք կշարունակեք նաև ձեր միտքը։ Աշխարհում մեծ մրցակցություն է նախորդ տարիներին, տասնամյակներին, դարերին հանքանյութերի, ադամատների, ոսկու, օգտակար հանածոների կամ աշխարհամասերի, ջրերի, ամեն ինչի շուրջ մարդկություն տարբեր ժամանակներում մրցակցել է իրար դեմ։ Հիմա արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում չափազանց ծանր եւ դաժան մրցակցություն է ընթանում, այդ թվում Ամերիկայի, Չինաստանի, եվրոպական տարբեր երկրների միջև եւ ձեր գնահատմամբ, հա, Հայաստանը ոնց է դիրքավորվում ընդհանրապես այս տեխնոլոգիական արհեստական բանականության քարտեզում։ Սա ինչ հնարավորություններ է բացում Հայաստանի նաեւ տեխնոլոգիական ոլորտի համար։ Շարունակենք արդեն այն հարակից ազդեցությունները, որը տեխնոլոգիական ոլորտին են վերաբերում կամ ուղղակի կամ անուղղակի ձևով, որովհետև այստեղ պիտի խոսենք նաև կրթության եւ հատկապես կրթության եւ գիտահետազոտության մասին։ Ըստ հայտարարության մենք գիտենք, որ այդ ենթակառուցվածքի մեծ մասը նախատեսվում է տրամադրել նախատեսվում է արտահանել արտերկիր, այսպես ասենք, եւ հաշվի առնելով ծավալները ենթադրում են, որ աշխարհի խոշոր խաղացողները պետքա որ ամենամեծ հաճախորդները դառնան հատկապես երկրորդ этаպի իրականացումից հետո երբ որ արդեն ամբողջացվի մասնավորապես հայտարարվել է մինչև 50,000 GPU-ներով տեխնոլոգիական դատա-ցենտրի մասին մոտորապես 10%-ը նախատեսվում է օգտագործել ներքին սպառման համար, բայց սա իհարկե մրցակցություն է եւ մեր խնդիրն է առաջնահերթ այնպես անել, որպեսզի Հայաստանի ներուժը, տեխնոլոգիական ներուժը, Հայաստանի գիտահետազոտական եւ կրթական ներուժը առավելագույն օգտագործի այս ծավալները։ Սրա համար մեծ ծավալի աշխատանք է պետք տանել, որոնք որոշակի առումով սկսված են եւ որոշակի հիմքեր կան այդ աշխատանքները տանելու համար։ Նախ մենք ունենք արդեն այդպիսի կենտրոններ, հատկապես շնորհիվ Երևան պետական համալսարանի եւ Երևան NE-ի խմբի, գիտնականների խմբի, բայց սա պետքա բազմապատկել, այսինքն որտեղ մենք խոսում ենք այնպիսի ծավալների մասին, որտեղ երկրորդ этаպից հետո առնվազն 300-350 բարձրակարգ PhD գիտնականներ են պետք, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի համար գոնե այդ նախատեսվող 10%-ը սպառել։ Այսօր մենք գիտենք, որ Հայաստանի կրթական համակարգում ներդրված է արհեստական բանականության ուղղությունը, հայտարարվել են նաև 2026-27 թվականներին դպրոցների թիվը մեծացնելու մասին, որտեղ որ ներդրված է արհեստական բանականության դասընթացներ, դրանք բնական շարունակությունն են այն տեխնիկական եւ տեխնոլոգիական ներդրումների, որոնք կրթության համակարգում վերջին տասնամյակներում իրականացվել են եւ ես կասեի հատկապես շնորհիվ ոլորտի տեխնոլոգիական եւ տեխնոլոգիական ընկերությունների
FAST հիմնադրամի, որը մասնավորապես արհեստական բանականության կրթական ծրագիրն է մշակել եւ այժմ հաջողությամբ իրականացնում է հատկապես ավագ դպրոցներում եւ այլն, եւ պետք է հիմա մենք հատկապես մեծ ուշադրություն դարձնենք գիտահետազոտական կոմպոնենտի վրա։ Իսկ Հայաստանը ունի բավարարչափով մասնագետներ, որոնք նման կենտրոններ ստեղծման, նաեւ այսպես ընթացքի մեջ ներգրավել, այսինքն մեր գիտական պոտենցիալը։ Չէ, Հայաստանը չունի նման թվով մասնագետներ։ Ես ասացի, որ մեր ըստ էության միակ օջախը կարծես թե Երևանի պետական համալսարանի մասնագետների խումբն է, Երևան NA-ը մասնավորապես, եւ ես կարծում եմ, որ մենք երկու ուղղությամբ պիտի օբյեկտիվորեն շարունակենք աշխատանքը, հաշվի առնելով, որ մի քանի տարուց մենք արդեն կունենանք այս կենտրոնը, որովհետեւ գործնականում հնարավոր է այս կենտրոնը ամբողջական ներդրումը իրականացվի 3-4 տարվա ընթացքում, իհարկե փուլ առ փուլ պետք է իրականացվի եւ առաջին փուլը շատ ավելի շուտ։ Մենք պետք է երկու ուղղությամբ մտածենք, առաջինը գիտահետազոտական միգրացիայի մասին պետք է մտածենք, դա պարտադիր չի դիտարկենք ֆիզիկական միգրացիա, դրանք կարող են լինել համատեղ ծրագրեր, միջհամալսարանական ծրագրեր, ակադեմիական ծրագրեր եւ այլն, դրսի ակադեմիական կազմակերպությունների հետ, բայց համատեղ ծրագրեր, որտեղ որ հնարավոր կլինի ներգրավվածությունը բարձրակարգ մասնագետների եւ այնտեղ մեր մասնագետների զարգացումը այդ ծրագրերի շրջանակներում եւ երկրորդը պետք է ներքևից աճեցնել, որը մի քիչ ավելի երկարաժամկետ պրոյեկտ է, բայց դա պարտադիր պետք է իրականացնել, որովհետեւ միջինում համարվում է, որ ներքևից աճեցման դեպքում առնվազն 10 տարի է անհրաժեշտ, որպեսզի դու հասցնես այդ սերունդի միջև PhD մակարդակի։ Եվ կարծում եմ սա ամենամեծ մարտահրավերն է, որը որ առաջանում է այս կենտրոնի ստեղծման ներքո, որպեսզի դա լինի իսկապես հաջողության պատմություն։ Որտեւ ամեն դեպքում, ինչպես ես նշեցի, երբ որ նույնիսկ ենթակառուցվածքը վաճառելով, մենք շահում ենք ամեն դեպքում աշխարհում, բայց ելի բազմապատիկ կարող է ավել լինել Հայաստանի շահը եւ շատ ավելի կայուն լինել այդ շահը, եթե ենթակառուցվածքին գումարվի նաեւ գիտահետազոտական բաղադրիչը։ Ես այլ մոտեցումով էլ ասեմ, օրինակ եթե ենթակառուցվածքային առումով հաշվարկվում է, որ այդ կենտրոնում կաշխատեն մոտավորապես 300 մասնագետներ, տարբեր տեխնիկականից մինչև ուրեմն ծրագրավորողներ, ուրեմն ML մասնագետներ եւ այլն, ապա գիտահետազոտականի պարագայում այդ թիվը շատ ավելի կարող է մեծանալ։ Ես չեմ կարդացել, բայց հույս ունեմ, որ հենց Firebird-ը ինքը հենց կենտրոնին կից կամ գործանին կից, ինչպես հիմա անվանում ենք իրեն, գործանին կից կունենա նաեւ գիտահետազոտական բաղադրիչ կամ կզարգացնի նաեւ գիտահետազոտական բաղադրիչը, սեփական կադրերը, այսպես ասենք։ Այո, ունենա նաև, այսպես ասած, գիտահետազոտական կրթական բաղադրիչ կենտրոնի շրջանակներում կամ գործանի շրջանակներում, որը որ ճիշտ կլինի այն առումով, որ իրենք էլ կարող են մեծացնել եւ հավելյալ արժեքը եւ իրենց շահույթը նաեւ ունենալով գիտահետազոտական բաղադրիչ եւ վերջապես սա խոշոր գործընկերային ծրագիր է, այստեղ ես նկատի ունեմ ոչ միայն մեր հայազգի ուրեմն տաղանդարո եւ համարձակ գործարարներին, որոնք միավորվել են իրար շուրջ եւ սա իսկապես ուզում հատուկ նշեմ, որ հերթական անգամ ոնց որ հայկական աշխարհի հերթական խոշոր տեխնոլոգիական ծրագիրն է Հայաստանում եւ իրական, այո, հենց այդպես եւ մեծ կենաց չի էլի շատ կոնկրետ մեծ ողջույններ իսկապես այս մարդկանց եւ այս միավորմանը եւ սրա մեսիջը հենց նա է, որ համագործակցությունից հայկական աշխարհում համագործակցությունից կարող են ստեղծվել անպատկերացնելի խոշոր եւ հավակնոտ պրոյեկտներ։ Ես չգիտեմ Հայաստանը էլ ոնց կարելի է սիրել, եթե ոչ նման մեգանախագիծ բերել Հայաստանը։ Բացարձակ համաձայն եմ ձեզ հետ, բայց շարունակելով իմ միտքը ես ուզում ասեմ, որ այս հզոր համագործակցությունը եւս ունիկալ է այսօր այս պահի դրությամբ, մտքում ունենալով այն մարդկանց անունները եւ այն ընկերությունները, որոնք այս համագործակցության ներքո են, ես նկատի ունեմ ոչ միայն իրենց, այլև նկատի ունեմ նաեւ նրանց, ովքեր որ հարակից են, օրինակ Dell Technologies-ը, Schneider Electric-ը, որը որ այս պրոյեկտի շրջանակներում պետք է գործընկեր լինեն, եւ կարծում եմ այս համագործակցությունը շատ կօգնի հենց նաեւ գիտահետազոտական կոմպոնենտ կամ բաղադրիչ այստեղ ավելացնելու համար եւ պետք է այս ուժից, այս ալիքից, այս համագործակցային ալիքից օգտվել, դրա համար
իմ ցանկությունն է, օրինակ ես շատ կցանկանայի, որ հենց այս խումբը, որ հենց այս նախաձեռնությունը, այս գործընկերները իրար հետ սկսեին խոսել նաև այդ կենտրոնի կամ գործարանի գիտահետազոտական բաղադրիչի մասին։ Պարոն Չովանյան, արհեստական բանականությունը հիմա ներդրվում է որտեղ հնարավոր է, այսինքն դա այն նոր տեխնոլոգիական լիցքն է, որը վերբեռնում է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ասենք ծրագրավորման ոլորտը խստորեն ազդվել է արհեստական բանականությունից եւ որոշ հմտություններ, մասնագիտացումներ ոչ բարձր մակարդակի այլևս անհրաժեշտ չէ, որովհետև AI գործիքներ կան, որոնք շատ հանգիստ ստանում են, հա, եւ ընդհանրապես նման կենտրոն ունենալը ինչպես է ազդելու մեր տնտեսության վրա, մեր տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, ես նկատի չունեմ միայն նրանց արտադրանքը, եթե կա այդպիսի սպառման հնարավորություն սպառել, այլև արհեստական բանականությունը մտցնել տնտեսություն, գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, չէ՞ որ սա մի գործարան է լինելու, որ պետք է որ վարակիչ լինի արհեստական բանականության, արդեն դա մտածողություն դարձնել ՏՏ ոլորտում, տնտեսության մեջ, չէ՞ որ այդպիսով հնարավոր է մեծ գումարներ նաև այսպես խնայել եւ եթե նախկինում արվում էին ծանր ինչ-որ տեխնիկաների միջոցով աշխատանքները հիմա գործը կարող է հեշտանալ։ Այս վարակիչ էֆեկտը դուք ինչպիսի հավանականություն եք համարում, հա։ Ես փորձեմ հիմնավորեմ բերելով տեխնոլոգիական հեղափոխությունների օրինակները։ Տեխնոլոգիական եւ ակնհայտորեն սա տեխնոլոգիական հեղափոխություն է, երբ որ մենք խոսում ենք այսինքն AI-ի դարաշրջանի կամ արհեստական բանականության դարաշրջանի մասին։ Ես ավելի բարձրագույն բառ ասեցի, քան թե դուք ասեցիք, բայց իսկապես այդպես է, որովհետև այսօր արդեն ամենուր է եւ մրցունակություն որևէ ոլորտում առանց արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման ուղղակի կամ անուղղակի անհնար է ապահովել աշխարհում ընդհանրապես։ Հիմնավորում փորձեմ ամեն ուղղություններով։ Փորձեմ հիմնավորեմ տեխնոլոգիական հեղափոխության փուլերի տեսանկյունից, նայեք, տեխնոլոգիական հեղաշրջումների ժամանակ կամ հեղափոխությունների ժամանակ տարբեր առաջնորդությունը արել են այն երկրները, որոնք որ ի վիճակի են եղել այդ նոր տեխնոլոգիաները հիմնավորեն իրենց երկրներում, ասենք արդյունաբերական հեղափոխությունների մասին է խոսքը, եւ այս տեսանկյունից երբ որ նայում ենք, եթե այս տեխնոլոգիական հեղաշրջման փուլում որի անուն արհեստական բանականություն է, մենք ըստ էության Հայաստանում ներդնում ենք նմանատիպ հնարավորություններ եւ հայտարարում ենք, որ մենք ըստ էության դրանով այսօր դառնում ենք աշխարհի առաջատար 5 կլաստերներից մեկը, ապա այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք հավակնում ենք լինել առաջնորդ արհեստական բանականության տեխնոլոգիական աշխարհում, ինչ եմ ասում հավակնում ենք, որովհետև դա ապահովելու համար, ինչպես նշեցինք, ենթակառուցվածքները բավարար չեն։ Դեռ պետք է հասնել։ Դա ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի զուգահեռաբար առնվազն հավասար ջանասիրությամբ եւ համարձակությամբ մենք աշխատենք կրթության, գիտահետազոտության եւ ընդհանրապես բիզնեսի աջակցության ոլորտներում, որովհետեւ առանց աջակցության գործիքների շատ արագ փոփոխություն մենք չենք կարող ապահովել այդ ոլորտում, որովհետև ցավոք սրտի վերջին տարիներին եւ կրթության եւ գիտահետազոտության ոլորտներում, որոնք հիմնարար են այս հարցում, մենք հետընթաց ենք ունեցել։ Եթե start point-ը լիներ ոչ թե 2026 թվականին, այլ լիներ 1996 թվականին, գուցե մեր հավակնությունը շատ ավելի մեծ կլիներ, բայց հիմա նախորդ տարիներին մեր գիտահետազոտական պոտենցիալը բավական անկում է ապրել, մեր կրթական համակարգը բավական անկում է ապրել, դա միայն հայաստանյան երևույթ չէ, ես ուզում դա շեշտեմ, դա ոչ միայն հայաստանյան երևույթ է, եւ այսօր աշխարհում առանձնացված են այն երկրները, որոնք ունեն ռեալ գիտահետազոտություն, ուժեղ տեսական գիտություն եւ այլն։ Հիմա եթե մենք ցանկանում ենք այդ ձիու վրա նստած շարժվել առաջ, ինչպեսին այսօր ենք երազում մեր հայտարարություններով, մեր, չգիտեմ, մի քիչ էլ էմոցիոնալ մոտեցումներով այս ընթացող իրադարձություններին, մենք պետք է այսօր ֆունդամենտալ համարձակ
մոտեցում ցուցաբերենք մեր կրթությանը եւ գիտությանը եւ ինչպես նշեցի, ոչ միայն հենվելով ներքին պոտենցիալի վրա, այլ հենվելով արտաքին պոտենցիալի վրա, կլինի դա հայկական աշխարհը, հայկական գիտահետազոտական աշխարհը, թե կլինի դա ընդհանրապես համաշխարհային գիտական աշխարհը, համատեղ ծրագրեր իրականացնելով, հիմքում դնելով նաև այն առավելությունը, որը մենք կունենանք արհեստական բանականության գործարանի ստեղծումից հետո։ Շատ լավ։ Տնտեսությունը կարծում եք կկլանի այս արհեստական բանականության գործիքակազմերը։ Տնտեսությունը ստիպված է կլանել այդ գործիքակազմերը եւ հիմա շատ ավելի դրական է ինչ առումով, որովհետեւ դա մեծ ներդրումներ չի պահանջում, ինչպես որ այլ արդյունաբերական հեղափոխությունների ժամանակ էր պահանջում, այսինքն գործիքակազմը շատ ավելի թանկ էր եւ այլ հիմա ամբողջը ամպային տեխնոլոգիաներ են կամ նեոամպային, ինչպես ասում են արհեստական բանականության տեխնոլոգիաներին եւ շատ հասանելի են ըստ էության ունեն անսահմանափակ հասանելիություն իսկ ենթակառուցվածքների Հայաստանում ենթակառուցվածքների ստեղծումից հետո որոնց ինչպես նշեցի մեծ մասը այնուամենայնիվ իմ կանխատեսմամբ պետքա որ վերցնեն հենց այդ խոշոր խաղացողները ինչպեսին OpenAI-ն, Anthropic-ն եւ այլն ես կարծում եմ որ այստեղ մեր տնտեսության հնարավորությունները անվտանգային տեսանկյունից, այսինքն եթե դիտարկենք, որ կարող են լինել ենթակառուցվածքային կապի խափանումներ եւ այլն, մեր տնտեսության հնարավորությունները շատ ավելի է մեծանում։ Հույս ունեմ, որ իսկապես ձեռնարկությունները կգնան դրան եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ այս գաղափարը, այսինքն տնտեսության տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման, անհրաժեշտության եւ այլն գաղափարը առաջ տանողները կամ գաղափարախոսները կամ դրոշակագիրները շատ լինեն, նախաձեռնողները շատ լինեն, այդ առաջի քայլ անողները շատ լինեն, նաև Հայաստանի PR համակարգը աշխատի այդ ուղղությամբ, այսինքն հաջողված օրինակները ներկայացնելով, հաջողությունները ներկայացնելով եւ վերջապես հենց առաջին ուրեմն օրինակները դրա հաջողության պետք է նաև պետությունը ցույց տա, որտեղ այսօր կառավարության տարբեր հարթակներում, տարբեր ինստիտուտներում նմանատիպ տեխնոլոգիաների կիրառման անսահմանափակ հնարավորություններ կան եւ պետությունը պետք է ներդրումներ կատարի, որպեսզի սկսած պետական թվային ծառայություններից մինչեւ պետական կառավարման տարբեր process-ներում խորքային արհեստական բանականության խորքային օգտագործում լինի, որտեղ դա հեշտացնելու է եւ քաղաքացիների կյանքը պետության հետ շփման ժամանակ եւ արդյունավետացնելու է պետական կառավարումը։ Ինձ թվում է մեծ շուտ է, չէ՞, ԱԲ նախարար ունենալ։ Չէ, երբեք շուտ չի։ Երբեք շուտ չի, կարծեմ մեր հարցազրույցներից մեկում մենք մի անգամ անդրադարձել ենք, որ դեռևս 90-ական թվականներին երկրներ կային, որոնք օգտագործում էին ԱԲ խորհրդականի կարգավիճակը եւ կարծում եմ այսօր պարտադիր է դա օգտագործել ուղղակի։ Ես համոզված եմ իհարկե, որ մեր որոշում ընդունողները ամենօրյա կիրառում են եւ օգտվում են արհեստական բանականությունից առնվազն տեղեկատվության, տեղեկատվության վերլուծության եւ այլ առումներով, բայց հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ վերջին շրջանի իրադարձությունները կապված հատկապես ԱԲ գործակալների հետ շատ հետաքրքիր է, այսինքն աշխարհը սկսում է տրանսֆորմացվել ըստ էության արհեստական բանականություն դառնում է սուբյեկտ եւ պետքա ուզենք թե չուզենք մենք պետքա հաշվի նստենք այդ իրականության հետ։ Տեսեք, Միացյալ Նահանգների հետ փաստորեն իր այս գործակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ամերիկյան 3 տեխնոլոգիա է ստանում, մեկը արհեստական բանականության, մեկը միջուկային տեխնոլոգիաներ եւ մյուսը ռազմականը իհարկե ոչ այդքան մեծ մասշտաբի ինչպես կցանկանենք, արհեստական ԱԹՍ ձեռք բերելով հետախուզական բնույթի, իսկ դա իր հերթին տեխնոլոգիա է նշանակում եւ J.D. Vance-ը շատ բաց ասում էր, որ ձեզ վստահում ենք այդ պատճառով էլ տալիս ենք այս տեխնոլոգիաները։ Ձեզ $11 միլիոն արժողությամբ այս հետախուզական անօդաչու թռչող սարք, ես ձեզ չեմ հարցնելու ինչի մեջ կարելի է դրան օգտագործել, բայց եթե ուզում եք կարող եք պատասխանել։ Հայաստանյան ռազմաարդյունաբերությունը եւ արհեստական բանականությունը, պարոն Չոբանյան, ինչքանով կարող են համատեղ քայլել այս ժամանակաշրջանում, չստացվի, որ մենք այսպես պատրաստվենք նախորդ
պատերազմներին, հա, որովհետև նախորդ պատերազմը արդեն նախորդ է եւ չեմ ասում մենք հիմա գնում ենք պատերազմել, բայց միշտ սեփական անվտանգությունը ապահովելիս պետք է ավելի արդյունավետ գործիքակազմերի ապավինել, իսկ արհեստական բանականությունը անսահման հնարավորություններ է տալիս նաեւ ռազմաարդյունաբերողներին, այո։ Սկսեմ էներգետիկայի մասից, որովհետև երևի թե դա ամենափոքրն է, ինչի մասին պետք է խոսեմ, բայց ամեն դեպքում դա էլ է կապված, ինչպես նշեցի, այլևս էներգետիկային պետք է մոտենալ արհեստական բանականության կոնտեքստում, այսինքն էներգետիկան դա արհեստական բանականության կենտրոնների ստեղծման հնարավորություն է եւ ըստ էության արհեստական բանականության միակ սորսը, աղբյուրը։ Այսինքն եթե կա էներգիա, կարող լինի արհեստական բանականություն, եթե չկա էներգիա, չի կարող լինի արհեստական բանականություն։ Ենթակառուցվածք է կարևոր։ Եվ այս առումով մինչև 300 մեգավատանոց կայաններ ունենալու հեռանկարը, իսկ փոքր ատոմային էլեկտրակայանները այս բային տեխնիկական պարամետրերը այդպիսին են, իհարկե հայտարարություն չի եղել կոնկրետ ինչ հզորության եւ այլն, այս հեռանկարը ես շատ հետաքրքիր եմ համարում հենց դիվերսիֆիկացված արհեստական բանականության կենտրոնների հետագա զարգացման տեսանկյունից, ինչի, որովհետև մենք խոսեցինք մեծ պրոյեկտի մասին, Firebird-ի, բայց մենք պետք է հիշատակենք նաև թեկուզ ավելի փոքր, բայց այն նախաձեռնությունները, որոնք արդեն կան Հայաստանում, առաջինը դա հենց Երևանի պետական համալսարանի կենտրոնն է, արհեստական բանականության թվային կենտրոնը, երկրորդը Elevate-ը հայտարարեց Գագարինում իր պրոյեկտի մասին, որքան իմ ունեցած ինֆորմացիայով 512 GPU-ներով կենտրոն են ստեղծել, որը որ հատկապես Պրիծարայի ստարտափ էկոհամակարգի, գիտահետազոտական ծրագրերի եւ այլնի առումով, որը ֆանտաստիկ նախաձեռնություն եւ արդեն գոյություն ունեցող ըստ էության ծրագիր է։ Ես լսել եմ նաեւ Galaxy խմբի կողմից արհեստական բանականության GPU data center-ի ստեղծման մասին, որը շատ լավ նախաձեռնություն է, այսինքն ըստ էության այս պահին մենք բացի խոշոր պրոյեկտից, գործանի պրոյեկտից ունենք առնվազն 3 ստեղծված եւ ընթացքի մեջ պրոյեկտներ, որոնք Հայաստանում իրականացվում են, եւ ես կարծում եմ, որ հետագայում այս շքերթը շարունակվելու է, իսկ այդ շքերթի շարունակության համար չափազանց կարեւոր է էներգետիկան եւ էներգետիկայի դիվերսիֆիկացիան։ Այսինքն մոդուլային էլեկտրակայանները դրանք հենց այնպիսի չափեր են, ատոմային էլեկտրակայանների մասն է խոսքը, այնպիսի չափեր են, որոնք հենց կարող են բավարարել նման մեծ խոշոր գործարանների եւ շարժական են, դրանք աշխարհագրություն չեն ճանաչում, այսինքն օրինակ մեծամորում չեն։ Ոչ թե շարժական են, այլ մոդուլային են, իրենց մեծ մասը արտադրում է գործանում եւ հավաքվում են ավելի արագ ինչ-որ միտեղ շարժական դա ավելի արագ, այսինքն դրանք կարող են լինել տարբեր աշխարհագրական վայրերում։ Այսինքն մեծ հսկա ատոմականի պես չի, որ այստեղ է եւ վերջը իր տարբեր տարբեր բաղադրիչներ կարելի է։ Այո, եւ էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, որովհետեւ մենք անդադ հատկապես վերջին շրջանում արևային էներգետիկայի ծավալների մեծացման հետ շատ է խոսում դրա մասին, որ համակարգը չի կարողանում, ծանրաբեռնված է եւ այլն։ Այս դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարեւոր է, որ դրանք կարող են հենց տեղադրվել այն ռեգիոններում, որտեղ կա ոչ թե ավելցուկ, այլ ընդհանրապես ընդհակառակը պակաս, եւ դա էլ իր հետևից կբերի այդ վայրերում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը, ԱԲ կենտրոնների ստեղծմանը եւ այլն։ Այնպես որ այո, սա հետաքրքիր նորություն է, շատ է շահարկվում այն թեման, որ սա նոր տեխնոլոգիա է, այո, իսկապես նոր տեխնոլոգիա է եւ չպետք է վախնել նոր տեխնոլոգիաներից ընդհանրապես։ Դե այդպես է ընդհանրապես նորարարությունը մտնում իրականություն, բայց Չինաստանը 23 թվականին ստեղծել է առաջինը, այո, քիչ են, ընթացքի մեջ շատ ծրագրեր կան։ Հիմա դա վատ չի, երբ որ մեր երկիրը քայլում է, չգիտեմ, ինովացիաների ներդրման փուլում, այսինքն պարտադիր չէ, որ բոլոր տեղերում ներդրվեն, նոր մենք գնանք հետևից, մեկ-մեկ կարելի է արժևից էլ քայլել, ես սա դրական եմ անկեղծ համարում, չխորանալով ես մասնագետ չեմ եւ չեմ ուզում տեխնիկական դետալների մեջ մտնել, բայց հաշվի առնելով այն երկրների անունները, որտեղ որ այսօր տեղադրվում են այդ կայանները, Կանադայից մինչև Չինաստան, ես ենթադրում եմ, որ մենք գործ ունենք իսկապես կիրառվող եւ ապագայում հետաքրքիր տեխնոլոգիայի մասին, մանավանդ տեխնիկական պարամետրերը
կապիտալ ներդրումները էապես են քչանում, ժամկետն է փոքրանում իմպլեմենտացիայի ինքնարժեքը էապես չի բարձրանում, այսինքն կարգով կարող է բարձրանալ, բայց ատոմային էներգիան համարվում է էժան էներգետիկ ռեսուրս եւ այլն, այսինքն այս առումով ես շատ դրական եմ համարում։ Ինչ վերաբերում է ռազմական տեխնոլոգիաներին, իմ կարծիքով ներկա իրավիճակը այդ թվում փոխնախագահի այցի ընթացքում հնչած ուրեմն նարատիվները մեծ հնարավորություն են ամերիկյան տեխնոլոգիաների ներմուծման համար, որոնք երկար տարիներ եղել են մեր հատկապես կրիտիկական տեխնոլոգիաների եւ այդ թվում ռազմական արդյունաբերության զարգացման կարևորագույն խոչընդոտներից մեկը եւ այսօր էլ շարունակում են մնալ խոչընդոտ եւ կարծում եմ, որ այս իրավիճակը եւ այս նարատիվները եւ այս քաղաքական ֆոնը, էմոցիոնալ ֆոնը եւ այլն պետք է օգտագործել այդ բարիերները հաղթահարելու եւ Հայաստան տեխնոլոգիաներ բերելու կոմպոնենտներ բերելու, որոնք որ ունիկալ են համարվում աշխարհում եւ որոնց կարիքը հայկական ռազմական արդյունաբերությունը շատ ունի եւ կարծում եմ ամենամեծ օգուտը այս իրավիճակում Հայաստանի ռազմական արդյունաբերությանը կարող է դա լինել։ Երկրորդը բնականաբար ռազմական տեխնոլոգիաների արտահանմանը պետք չի վերաբերվել որպես ուղղակի վաճառք միայն, որովհետև դա կարող է ունենալ զարգացման տարբեր փուլեր, այսինքն առաջի փուլում դա կարող է լինել ուղղակի այդ տեխնոլոգիաների սպասարկումը Հայաստանում, գուցեև ինչ-որ տարածաշրջանային կենտրոն ունենալու հավակնությամբ սպասարկման մեջ բավականին լայն շրջանակ է մտնում եւ դա ինժեներական լայն շրջանակ է ներգրավում կալիբրովկայից մինչև, չգիտեմ, տեխնիկական սպասարկում։ Երկրորդ этаպում կարելի է խոսել արդեն որոշակի ենթակոմպոնենտների Հայաստանում արտադրելու մասին, որտեղ ցանկացած սարքավորում ինքը մաշվում է, ճիշտ է, այսինքն ինքը ինչ-որ բան կարա փչանա, ջարդվի եւ այլն, մանավանդ խոսքը վերաբերում է ռազմական տեխնոլոգիաներին եւ որոշակի կոմպոնենտներ կամ ենթակոմպոնենտներ կարող են արտադրվել Հայաստանում, այսինքն նշանակում է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, ստեղծվել այդպիսի արտադրական կարողություններ, չգիտեմ, ճշգրիտ մեխանիկական արտադրամասեր եւ այլն, որոնք կհավակնեն գործընկերությամբ երկրորդ փուլում այսպիսի տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունների համար լինել կոմպոնենտների կամ ենթակոմպոնենտների արտադրողներ եւ վերջապես ինչ որ этаպում հասնել joint venture-ների, չգիտեմ, համատեղ արտադրության եւ այլն, որը որ ինչպես ես նշեցի, ռազմական տեխնոլոգիաների արտահանման երևույթի բնականon զարգացումն է, այսինքն երբեք չպետք է կանգ առնել ուղղակի որևէ տեխնոլոգիա գնելու этаպում, այլ պետք է փորձեր շարունակել, մանավանդ որ այսօր ինչպես նշեցինք, կա քաղաքական եւ էմոցիոնալ դրական ֆոն, որը աջակցում է առնվազն հայտարարությունների մակարդակով, որը իհարկե շատ քիչ է, բայց առաջի этаպում շատ ավելի է, քան թե, ասենք, չգիտեմ, 1 տարի առաջ մենք ունեինք։ Խելացի լինելու դեպքում, եթե ամփոփենք, պարոն Չոբելյան, մեր տեխնոլոգիական ոլորտը, ռազմաարդյունաբերությունը, տնտեսությունը, կարող ենք այդպես ասել, ամերիկյան այս բարձր տեխնոլոգիաները ներգրավելով մի քանի գլուխ կարող է բարձրանալ, մրցունակ դառնալ ամբողջ աշխարհում, խելացի լինելու դեպքում։ Այո, ոչ միայն բարձրանալ, այլև այդ ճանապարհը անցնել մի քանի անգամ ավելի արագ, քան թե այլ դեպքում կարող է անցնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետաքրքիր զրույցի, ես գիտեմ, կարող ենք շատ երկար շարունակել, ցավոք ժամանակ ավարտեց։ Վստահ եմ մենք ընթացած զարգացումներին զուգընթացելի ձեզ կհյուրընկալենք։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Հայկ Չոբանյանին։